Շնորհ Տիրոջը։ Օրհնյալ մեր Տերը, օրհնյալ նրա սուրբ մեծ ողորմած գութը մեր վրա, որ այսօր մեզ ողորմություն անելով հնարավորություն ընձեռնեց նորից իր գահի առջև գալու եւ իր պատվավոր սուրբ անունը մեծարելու։ Սերի բարեկամներ, ես ուզում եմ Սուրբ Գրքից մի տեղ ընթերցել եւ մի քանի կարեւոր մտքեր շարադրել Տիրոջ ողորմությամբ, որից հետո հոգսերի խնդիրների համար մենք պետք է աղոթներ անենք։ Ես ուզում եմ կարդալ բոլորիս համար առաջի Հովհաննես 2-րդ գլխի 3-րդ եւ 6-րդ համարները։ Այսպես է ասում Տիրոջ խոսքը մեզ բոլորիս։ Ես սրանով գիտենք, որ ճանաչեցինք նրան։ Եթե նրա պատվիրանները պահենք, ով որ ասում է ճանաչես նրան եւ նա պատվիրանքները չի պահում, ստախոս է եւ ճշմարտություն չկա նրանում։ Բայց ով որ նրա խոսքը պահե, իրավի Աստծո սերը նրանում կատարյալ է։ Սրանով ճանաչում ենք, որ նրանում ենք։ Ով որ ասում է, թե նրանում է բնակվում, պետք է ինչպես որ նա գնա, ինքն էլ այնպես գնա։ Բարեկամներ, այստեղ հիմնական Տերը 3 կարևոր բաներ է շեշտում, եւ սա այս խոսքերը պարզ, մատչելի, հասկանալի են ամեն կատեգորիայի մարդկանց համար, թե մեծի համար, թե փոքրի համար, թե գիտունի համար, թե անգետի համար, թե ուսումնավարժի համար, թե ոչ սովորացի համար, թե գյուղացու համար, թե քաղաքացու, թե ինչ ազգի մարդի համար, որտեղ հստակ շատ պարզ մատչելի Տերը բացատրում է, թե որ մարդն է, որ ճանաչում է Աստծուն, որ մարդն է, որ գիտի Աստծուն, եւ Սուրբ Գիրքը հարբեր տեղեր մեզ հիշեցնում է, ասում է, ով որ պարծենում է, թող սրանով պարծենա, որ Տիրոջը կճանաչի։ Ընդհանրապես մարդիկ այնպիսին են, որ մենք բոլորս այդպիսին ենք, ես էլ եւ դուք ինձ հետ միասին բոլորս եւ բոլոր այս խոսք լսողները, երբ որ պարագան գալիս է, ասենք, երբ որ ինչ-որ մի հատ ճանաչված մարդի մասին խոսում են, եւ երբ որ այս մարդը այդ մարդին ճանաչում է կամ գիտի կամ իմացել է, ուզում է ցույց տալ եւ անմիջապես ասում է, ես այդ մարդին ճանաչում եմ։ Եվ ասենք առիթը երբ որ գալիս է, ուզում է ցույց տա, մեկ էլ տեսար մի հատ նկարը հանեմ, տես ես այս մարդի հետ նկարվել եմ, կամ ես եմ արել, կամ սա իմ մտերիմն է, կամ սա իմ ծանոթն է, դա բնական է մարդու բնույթն այդպիսին է։ Եվ մի Աստված ուզում է, որպեսզի մեզանից յուրաքանչյուրը խորապես հասկանա։ Գիտեք, եղբայրները խոսեցին հայտնության մասին, խոսեցին Տիրոջ հետ հաղորդ լինելու մասին, խոսեցին Աստծո հետ քայլելու մասին, դա շատ լավ ճիշտ է, շատ լավ բաներ են։ Բայց եթե մարդը Աստծո հետ չեղավ, Աստծո մեջ չեղավ, Աստծուն չճանաչեց, այս մարդը չի կարող երկինք հայտնվի, ժողովուրդ ջան։ Կարող է Աստծո մասին շատ գիտություն ունենա մարդը, կարող է Աստծո մասին շատ խոսել, կարող է Աստծո մասին շատ վկայել, Աստծո մասին շատ պատմել, ինչ ասես կարող ասի։ Բայց այս մարդը եթե Աստծուն չի ճանաչում, եւ ինչ է նշանակում ճանաչել, այստեղ բացատրում է Սուրբ Գիրքը, այս մարդը եթե չի ճանաչում Տիրոջը, նա նրա հետ հաղորդ չի։ Այսպիսի մի հատ պատմություն են պատմում, լսել եմ, ուղղակի սա ասենք պատմություն է, ասма գալիս է ժամանակը եւ մի հատ եկեղեցու եղբայր ննջում է։ Երբ որ գնում է երկինք, այնտեղ երկնքի դարպասների մոտ կանգնած սպիտակ հանդերձներով մեկ ասում է, «Էս ուր ես գնում», ասում է, «Բայ ես գալիս եմ Տեր Հիսուսի մոտ», ասում է, «Դու Հիսուսին ճանաչում ես», ասում է, «Հա, այսքան տարի իրան ծառայել եմ», ասում է, «Կանգնի կողքիս»։ Նորից գալիս է մի հատ ուրիշ քույրիկ, «Բա գնում եմ Տեր Հիսուսին, ասում է, ես իրան ճանաչել եմ, ծառայել եմ, երգել եմ, այսքան տարի ես եմ արել»։ Նորից է գալիս, ասում է, «Կանգնի կողքիս», ես տարբեր անձնավորությունների, ծառայողներ, սովորական քուրեր, եղբայրներ, եւ ասում է, գալիս է մի հատ տարես տատիկ։ Երբ որ գալիս է այս տատիկը, այս նույն հարցը այս տատիկին է տալիս, այդ սպիտակ հանդերձներով հագնված անձնավորություն, ասում է, «Ուր ես գնում, քույրիկ ջան»։ Ասում է, «Գնում եմ Տեր Հիսուսի մոտ»։ Ասում է, «Դու Տեր Հիսուսին ճանաչում ես»։ Այս տատը նայում է այդ սպիտակ հանդերձներին, ասում է, «Հիսուս ջան, մեռնեմ քեզով չի ճանաչում»։ Ժողովուրդ ջան, մարդը կարող է Հիսուսի համար շատ մեծ բաներ անել, բայց չհասկանալով որով է։ Այսինքն
այդ անելու նպատակը որն է, արդեն դրա արմատին մենք չենք նայում, արմատ Աստված գիտի, բայց անկեղծ աստվածպաշտ մարդը ասու խոսքը ասում է իրան ճանաչող մարդը ինչպիսին պետք է լինի։ Տեսեք ինչ է ասում։ Ասում է սրանով գիտենք, որ ճանաչեցինք նրան, այսինքն գիտենք, դա փաստ է, դա ապացուցված է, դա որոշված է, դա լեզվի խոսք չի, այլ հստակ որոշված բան է, գիտենք, եթե նրա պատվիրանները պահենք։ Այսօր շատ ժամանակ, երբ որ խոսում են Տիրոջ պատվիրանների մասին, մարդիկ շատ ժամանակ օդի իշխանը մարդկանց համոզում է եւ մարդկանց ասում է, գիտեք, հո մենք օրենքի տակ չենք, մենք Տիրոջ շնորհքի տակ ենք։ Ժողովուրդ ջան, ինչ նշանակում պատվիրանք։ Այսօր շատ ժամանակ մարդիկ մովսեսական օրենքը խառնում են Աստծո ճշմարիտ պատվիրանների հետ։ Ես դա սատանան անում, որպեսզի մարդիկ խառնեն, որպեսզի մարդիկ Աստծո պատվիրանները զանց անեն։ Աստծո պատվիրանները, օրենքները, ժողովուրդ ջան, դա մնայող է, դա հավիտենական է, դա անփոփոխ է։ Կա մարդկային օրենքներ, ասենք Մովսեսի միջոցով Աստված տվեց կենցաղին վերաբերվող օրենքներ, մարդկային օրենքներ։ Օրինակ, էս չուտեք, էս չհագնեք, էս չդիպչեք, սրան չմոտենաք։ Ասենք այդ պարագայի մեջ, այդ ազգին, այդ ժողովրդին, այդ դրությանը, իրավիճակին համապատասխան բաներ տվեցները այդ մարդկանց լավ լինելու համար։ Բայց Աստծո պատվիրան կա, որ ասում է երկիր ու երկինք կանցնի, այս պատվիրանը, այս խոսքերը չի անցնի։ Աստված ասում է սիրի քո Տեր Աստծուն, որ այդ պատվիրանը չի փոխվում։ Աստված ասում է որդիներ, հնազանդվեք ձեր ծնողներին, որ ձեր կյանքի օրերը երկարի, որ այդ պատվիրանը չի փոխվում։ Աստված ասում է մի գողանա, մի շնանա, սուտ մի խոսա, որ այդ պատվիրանները չի փոխում, ժողովուրդ ջան։ Ինչքան ուզի ասես շնորհքի տակ եմ, այդ շնորհքն էլ հենց այդ խոսքերի վրա է հիմնված։ Եվ այսօր սատանան խաբում է մարդին, որ մարդ այդ պատվիրանները չպահի։ Ես հիշում եմ, ուզում եմ երկնքի արքայությունը ժառանգեմ։ Տերն ասավ լավ ես անում, որպեսզի ժառանգես, այս բաները պետք է անես, ասավ ես դա մանկուց արել եմ։ Ես համոզված եմ, որ մանկուց մարդ ինչքան ուզի անի, բոլորս էլ մարդ ենք, ինչքան այդ պատվիրանները պահենք, միևնույնն է, մենք մեղանչական բնույթով մարդիկ ենք, եւ մենք կարող ենք սայթակել, մենք կարող ենք մեղանչել։ Բայց Տերն անմիատ ուրիշ բան ասեց գնա ունեցածը ծախիր եւ իմ հետևից արի։ Ասում է նա շատ հարուստ էր։ Ինչի մասին էր այստեղ խոսքը, ժողովուրդ ջան։ Ոչ միայն այս նյութականի մասին էր խոսքը։ Այսօր մարդի սրտի մեջ շատ հարստություններ կա ճակերտներով։ Մեծամտություն, հպարտություն, գոռոզություն, ամբարտավանություն, եսամոլություն, տարբեր բաներ կա այս մարդի մեջ։ Դեգուս հոգևոր է, բայց ինքը իրան միշտ վերևից է նայեմ, իմաստուն է նայեմ, հոգևոր է նայեմ, սուրբ է նայեմ, խելացի է նայեմ, որ ինքն է ու ինքը վերջ։ Թեգուզ ինքը լեզով սա չի ասում, թեգուզ ինքը իր բառերով չի ասում, բայց իր ներսի մեջ սա նստված տված է։ Երբ որ պարագան գալիս է, եւ որ մի ինչ-որ փոքր բանով այս մարդին կպնեմ ես, անմիջապես նրա իրական դեմքի հայտ է գալիս։ Այս մարդը հարուստ է։ Այս մարդը պետք է ազատվի այդ ճակերտներով հարստությունից։ Իսկ դրա համար, որպեսզի ազատվի, նա պետք է ինչ անի։ Տիրոջ պատվիրանները իր կյանքի մեջ դնի, որովհետև Գաղատացիս 5-րդ գլխի մեջ 19 համարից այսպես ասում է եւ հայտնի են մարմնի գործերը, եւ այնտեղ բազում մեղքեր է թվարկում, հետևանքներ մեղքի։ Եվ 21-րդ խոսքի մեջ ասում է, բայց հոգու պտուղն է սեր, ուրախություն, քաղցրություն, ժուշկալություն, հեզություն, երկայնամտություն, համբերություն, այսինքն, եւ որ մարդը Տիրոջ պատվիրանների մեջ ապրում է, ձգտում է այդ պատվիրանները իր կյանքի մեջ կիրառի, եւ իր սրտի մեջ եղած այդ մարմնավոր բնույթի հատկությունների դեմ սկսում այդ պատվիրանները իմանալով նրա դեմ ինչ անել, պայքարել։ Եվ սկսում անկեղծ Տիրոջն ասել. Տեր, այ դու ասում ես, որ պետք է սեր լինի, բայց իմ սրտի մեջ նեղվածություն է։ Այդ էր քո խոսքն ասում է, որ պետք է խաղաղություն լի, բայց իմ սրտի մեջ անխաղաղություն է։ Այդ դու ասում ես, որ պետք է սիրես, բայց ես չեմ կարողանում սիրեմ, ես չեմ կարողանում ներեմ, ես չեմ կարողանում տանել, եւ այս պայքարը սկսում է մարդու կյանքի մեջ ինչ անել, իր գործն անել։ Եվ շատ ժամանակ սատանան չի ուզում, որ սա մարդը անի։ Եվ նրանք, ովքեր որ Տիրոջ պատվիրանները պահում են, ասում է, բայց ով որ ասում է, թե ճանաչեցի նրան ու նա պատվիրանքները չի պահում, ստախոս է ու ճշմարտություն չկա նրանում։ Այսինքն Տիրոջ ճանաչող մարդը պետք է այդ պատվիրանները պահի։ Այո, թեկուզ իր կյանքի մեջ այս մարդը համոզում է,
գիտի իր սխալները, որովհետև չկա այստեղ որից է մեկը չափահաս անձնավորություն ինձանից սկսած, որ ամեն մեկ իր սրտի ներսի բնույթը չիմանա, որ ամեն մեկ իր սրտի ծածուկին ինչ որ ունի թաքցրած, չկա այդպիսի մեկը, որ չիմանա։ Բոլորս գիտենք մեր սրտերի ծածուկները ինչ կա, բայց որ այդ լույսը ծագում է մեր մեջ, եւ մենք ասում ենք, մենք ճանաչում ենք Տիրոջը, բայց մենք չենք ընդունում մերով լինելը, ասում է դու ստախոս ես։ Դու ստախոս ես։ Եվ որ մարդ իր մեղանչական, մեղավոր բնույթը չի ընդունում։ Եվ որ չի ընդունում, որ այո, ճիշտ է, ես ես մարդն եմ, այո, ես հավատում եմ քեզ, ես սպասում եմ քեզ, ես քո ողորմությանն եմ ուսացած, բայց այս արգելքները իմ կյանքի մեջ կան։ Եվ եթե ասում եմ, եթե մեկը ասում է, չի ասում, ճշմարտություն չկա նրանում, նա ստախոս է։ Բայց Տիրոջը ճանաչող մաքրու երկրորդ քայլը ո՞րն է, ասում է, ով որ նրա խոսքը պահի, իրավի Աստծո սերը նրանում կատարյալ է։ Այսինքն Աստծուն ճանաչող մարդը, այդ պատվիրանները իմացող մարդը, երկրորդ քայլը մարդը պետք է այդ պատվիրանները պահի։ Ժողովուրդ ջան, առաջինը այդ պատվիրանները իմացող մարդը դա չի երևում, մարդու սրտի մեջ է։ Եվ կարա մարդ ասի, այո, ես սիրեմ եմ, ես ես ունեմ, բայց երկրորդ քայլը, ասում է պետք է պատվիրանները պահի։ Ինչի համար է պետք է այդ պատվիրանները պահել։ Որովհետև եթե դու այդ պատվիրանները պահում ես, ես տեսնում եմ դա։ Ես այդ պատվիրանները պահում եմ, դու տեսնում ես։ Հիմա ինչքանով այն շրջապատը տեսնում այդ պատվիրանները պահելը, ժողովուրդ ջան։ Լնայեք, առաջի պատվիրանը, այսպես ասում Տիրոջ խոսքը, սիրի քո Տեր Աստծուն, քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով, քո ամբողջ էությամբ։ Ասել ասում են, որ Աստծուն սիրում եմ։ Ես մի հատ սկան կասկած չունեմ, որ այսօր ստեղ որից է մեկը, որ նստած է, չեմ կասկածում, որ ինքը Աստծուն չի սիրում։ Ես չեմ կասկածում, որովհետև եթե Աստծուն չսիրես, ինչի մար պիտի գար, թեկուզ ինչ որ նպատակի մար համենայն դեպս, ես չեմ ուզում կասկածեմ, բայց ես չեմ կարող որոշել, եւ դու էլ չես կարող որոշել, թե ամեն մեկը ինչ չափով Աստծուն սիրում, ինչքան Աստծուն սիրում, բոլորն է սիրում են, բայց ամեն մեկը ինչ չափով Աստծուն սիրում։ Իսկ երկրորդ պատվիրանը ինչ է ասում։ Սիրի քո ընկերը քո անձի պես։ Եվ եթե ես Աստծուն սիրում եմ, պետք է իմ ընկերոջն է սիրեմ։ Աստծուն սիրելը իմ սրտի մեջ է, բայց ընկերոջը սիրելս դա իմ գործնական գործը պետք է լինի։ Որովհետև Սուրբ Գիրքը հիշեցնում է, ասում է, եթե ասում ես եղբորդ սիրում եմ, ու նրան տեսնում ես, ու որ չես սիրում, դու սուտ ես խոսում, դու որ Աստծուն չես տեսնում, ինչպես կսիրես։ Իսկ սերը ինչ է իրանից ներկայացնում, ժողովուրդ ջան։ Սերը դա գործողություն է։ Սերը դա գործ է, որի միջոցով մարդիկ տեսնում են։ Գիտեք, լեզվի խոսքերով շատ լավ է, բայց գործն է պետք է ցույց տա։ Սերը ասում է, ես սիրում եմ ինչքանով, ինչքան իմ գործը ցույց է տալիս։ Դա համար ժողովուրդ ջան, երկրորդը ասում է, բայց նա որ ասում է, եւ ճշմարտ նրանում, բայց նա որ նրա խոսքը պահում է, իրավի Աստծո սերն անում կատարյալ է։ Այսինքն իր ապրածը սա ցույց է տալիս։ Իր ապրածը ցույց է տալիս։ Համի մեզ այդ մարդիկ շփվում են, ամենքիս հետ շփվում են։ Ինչպիսի, ասենք, այս մարդկանց շփումը, ինչպիսի եզրահանգման են գալիս այս մարդիկ իմ հետ շփվելուց, քո հետ շփվելուց։ Ինչ կարծիք են կազմում այս մարդիկ քեզ հետ շփվելուց ու իմ հետ շփվելուց։ Մեզ հետ հանդիպումից, մեզ հետ գործարք ունենալուց, մեր հետ որից է մի հատ գործի մեջ լինելուց, մեզ հետ աշխատանքի վայրում տարբեր տեղեր, մեզ հետ որ շփվում են այդ մարդիկ, ցանկանում են նորից մեզ հետ շփվեն, ուրախանում են եւ ուզում են նորից մեզ հետ շփվեն, թե ասում են այ մարդ պրստա զորով էլ գործ չունենամ այս մարդի հետ։ Կա չի ասենք մարդ, որ ասենք շփվում ես, հով ասում ես զորով պրծա։ Բայց մարդ էլ կա, որ ասում ես առիթ ես փտրում նորից այս մարդի հետ հանդիպես։ Ինչու՞։ Որտեվ ինչ վերաբերմունք են ստանում մարդիկ մեզանից։ Ես հիշում եմ, եղբայրներ կային, տարեց պապեր ունեինք, մի հատ լավ պապ ունեինք, ննջեց, հուսով ենք Տիրոջ մոտ գնաց, այս մարդը շատ եմ ասել, ձանձուց չլինի։ Երբ որ խոսքեր գնեմ, ասենք մարդկանց հետ, որոնք դեռ Հիսուսին չեն ճանաչեմ, ասում էր, աղբեր ջան, Էդոնք անթլպատ փղշտացիք են, էդոնց հետ գործ չունենակ։ Հետո վերջը մի օր ասի, այ եղբայր ջան, 30 տարի առաջ էլ դու էր էլի անթլպատ փղշտացի։
Բոլորս էլ աշխարհի մեջ ենք եղել, բոլորս էլ ապրել ենք երկրավոր այս կյանքը, բայց եկել է մի պարագա, մի ժամանակ, որ ինչ-որ մեկի կյանքը տեսնելով, ինչ-որ մի կերպով Աստծո խոսքը մեր սրտի մեջ լուսավորելով, մեր ներքնաշխարհը փոխվել է։ Եվ մենք այսօր քուրս ու աղբերս, դու քու դիմացինի համար լույս ես, թե խավար։ Ես աղ եմ, համ տվող եմ, թե համ կորցնող եմ։ Այսօր շատ ժամանակ ասում են մենք հավատում ենք, վայ մեռնեմ քեզ Հիսուս ջան, պաշտում եմ քեզ։ Գրեթե եթե շաբաթ չկա ժողովուրդ ջան, եթե ոչ ամեն օր, որ մեկը չզանգի մի տեղից ին վրա տեսիլ տեղածելի, հրաշք տեղածելի, սեղածելի, ամեն օր բատե հանք, սենց, լավ են անում, Տերը օրհնի։ Բայց ես չգիտեմ ես ով եմ։ Ես չգիտեմ ես ով եմ։ Դու չես ճանաչում դու ով ես։ Եվ տեսեք, նա է Աստծուն սիրողը, ով որ նրա խոսքը պահում է։ Որտեւ այդ խոսքը պահելով դիմացինը տեսնում է։ Եթե այդ Սուրբ Հոգի պտուղը, սերը, քաղցությունը, երկայնամտությունը, համբերությունը, ժուժկալությունը, քաղցուհեզությունը իմ կյանքի մեջ է, այդ մարդի մեջ շփվում է։ Այդ մարդը ինձ կարա նեղացնի, այդ մարդը կարա ինձ վիրավորի, այդ մարդը կարա ինձ ցավացնի, այդ մարդը կարա ինձ բարիք անի, այդ մարդը կարա ինձ վատ անի, եւ մեզ մարդի մեջ շփվում է, ինչ է արձագանք ստանում ինքը ինձանից։ Եթե ես նրան նույն ձև եմ պատասխան տալիս, ինչի մասին է խոսքը։ Ինչի մասին է խոսքը։ Ես ինչքանով եմ տարբերվում։ Աստծո պատվիրան պահող մարդը տարբերվում է ժողովուրդ ջան։ Գիտեք, ինչ շատ ապշեցնում։ Այս վերջի ժամանակների մեջ ցենց շատ ապշեցնում, որովհետև ժողովուրդը բազմացել է փառք Տիրոջը եւ բնական է խոտանն էլ ավելացել։ Ինչքան շատանում են, այնքան թե լավերը, թե վատերը տարբերվում են։ Եվ գիտեք ինչքան եմ զարմանում, երբ որ տեսնում եմ հոգևոր մարդկանց վրա, հոգևոր ընտանիքների վրա, դրսի մի հատ ասենք ինչ որ անապաշխար քեռ ու մոքրի փեսա, չգիտեմ, ինչ որ մեկը պետք հազդի։ Եթե տունը հոգևոր է, տան անդամները հոգևոր են, իրանք որ պետք հավետանով խոսեն, բա մոքրից փեսեն, այս բանն է որոշ է։ Բա օքրից տղեն պետք է այս սազանդարներին բերի, բա քեռուս մոքրի, չգիտեմ ինչ էս պետք անի։ Ես ապշում եմ։ Լավ ես մարդը, եթե Աստծուն ճանաչող մարդ է, ավետանով գնացող մարդ է, նա պետք է Աստծո խոսքը բարձրացնի, պատվիրանը պահի, թե մոքրի փեսի խոսքը կամ հոքրի տղի խոսքը պետք է անի։ Հասկանում եք ժողովուրդ ջան, ասում Աստծուն ճանաչող մարդը, Աստծուն ճանաչողը նրա խոսքը պիտի պահի։ Եվ նա խոսքը պահողը իրավի կատարյալ է։ Այսօր այդ խոսքը ինչքանով ես դու պահում։ Մենակ ասելով չէ որ փառք քեզ Հիսուս սիրում եմ քեզ։ Եվ տեսեք երրորդն ինչ ասում։ Ասում է եւ սրանով ճանաչեցինք որ նանում ենք ով որ ասում է թե նրանում է բնակվում պետք է ինչպես որ նա գնաց ինքն էլ այնպես գնա։ Ոնց գնաց Հիսուսը ժողովուրդ ջան։ Ասում է ով որ ասում է թե նրանում է բնակվում պետք է այնպես ինչպես նա գնաց ինքն էլ այնպես գնա։ Մենք այս վերջերս Ռուսաստանում երևի մի տարի, 2 տարի, չգիտեմ ինչ որ օրենք են հանել, օրինակ առանց երբ որ էմիգրանտները գնում էին աշխատանքի, կարող են մի մարզում միտեղ գրանցվեին, գնային ուրիշ քաղաքում, ուրիշ մարզում աշխատեին։ Բայց մի օրենք են արել, եւ ինչ որ այս տեխնոլոգիաները այնքան արդեն բանը բազմացել են, հզորացել են, որ ասում է հասցեն պետքա գրանցվես ու ինքը քեզ սկում է։ Այսինքն եթե այս տանը գրանցված ես, այնտեղ չգիտեմ քանի մետր շարավիղով, եթե տանից հեռու դու ապրեցիր կամ աշխատեցիր, քեզ տուգանում է, քեզ դուրս անեմ, որտեվ ասում է դու ինձ խաբել ես։ Այսինքն, եթե դու գրանցված ես տեղ, դու պետք է ստեղ ապրես։ Համի նայեք ժողովուրդ ջան, ասում է, եթե նրանում ես Աստծո պատվիրանները պահում ես, դի բնակվում, ասում ես Աստվածի մեջ է բնակվում։ Եթե դու նրա մեջ ես բնակվում, նա էլ քո մեջ պետք է բնակվի։ Եվ ասում է այնպես գնանք, ինչպես ինչ արեց, եւ նրանում որ բնակվում է պետք է ինչպես որ նա գնաց, ինքն էլ այնպես գնա։ Համի, եթե ասում ես Աստված իմ մեջ է, Աստված իմ հետ է, ես էլ Աստծո հետ եմ, ասում է պետք է հանենց գնաս, ոնց որ ինքը գնաց, դու ունես պետք է գնաս։ Հալա բերեք նայենք, քուրեր եղբայրներ, մենք այնպես ենք գնեմ, ոնց որ Հիսուսն է, թե չէ։ Գարիկ եղբայրը խոսեց, Տերը մեզ հետ, հա։
ասում ենք, ալելույա ամեն, բայց իրոք մենք Տիրոջ հետ ենք, և իրոք Տերը մեզ հետ է, ժողովուրդ ջան, մարդուն եղբայրը հիշեցրեց, հայտնություն առեք, եթե մարդու սիրտը լիքն է կեղտերով լցված, ինչ հայտնություն պետք է առնի, Մատթեոս ավետարանի 5-րդ գլխի մեջ այսպես է ասում, Երանի սրտով մաքուրներին, որտև նրանք Տիրոջը պիտի տեսնեն, եթե մարդու սրտի մեջ դասված է մարմնավոր ախտերով ու կեղտերով, ինչքան ուզի աղոթի, ինչքան ուզի ասի Տերն իմ հետ է, ինչքան ուզի Տեր արի երևա, չի երևա, ժողովուրդ ջան, ասում է, նրանք, տեսեք ինչ է ասում, որ սրանով ճանաչում ենք, որ նրանում ենք, ով որ ասում է, թե նրանում է բնակվում, պետք է ինչպես նա գնաց, ինքն էլ այնպես գնա։ Պետք է այնպես գնանք, ինչպես նա գնաց, իսկ Տերը ինչպես գնաց, ժողովուրդ ջան, լնայեք, անարգում էին, չարչարում էին, տառապեցնում էին, խաչը բարձրացին, բայց ինքը ինչ էր ասում, հայր, ների, գիտեք, առաջի հայացքից դա դժվար է, ոնց կարա մարդ իրան սպանողին, չարչարողին, մերցնողին, ասի ների, ես զարմանում եմ խոբի վրա, շատ եմ այս մարդի վրա, այս կարողության վրա, սենց ապշած մնացել, 13-րդ գլխի 15 համարի մեջ, ասում է թեգուզ նա ինձ մերցնի էլ, իրան պիտի հուսամ, ոնց կարա, որ գիտենաս մեկը քեզ պիտի սպանի, իրոք պիտի մերցնի քեզ, ու էլի դու գնաս նրա մոտ, դա մարդկային գաղափարից անհասկանելի է, անընդունելի է, բայց Աստծուն ճանաչող մարդը, նրա խոսք իմացող պատվիրաններ պահող մարդը գիտի ով Աստված։ Քուրեր եղբայրներ, թող Սուրբ Հոգին օգնի, որ մենք իր պատվիրանները պահենք։ Իր պատվիրանները առաջի հայացքից մեզ համար դժվար է, անհասկանալի է, որտև աշխարհի սերը Աստծո դեմ թշնամությունը, հրադեսեք ինչ ասում, այդ նույն գլխի 15 համարը Այդ նույն գլխի 15-16 համարը, առաջի Հովհաննես 2-րդ գլուխ 15-16 համար, մի սիրեք աշխարհը, եւ ոչ էլ այն, որ աշխարհի մեջ է, եթե մեկը աշխարհը սիրե, հոր սերը նրանում չէ, որտեւ ամեն ինչ, որ աշխարհում է, մարմնի ցանկություն, աչքի ցանկություն, այս կյանքի ամբարտավանություն, այս է աշխարհը, ժողովուրդ ջան, աչքի ցանկություն, մարմնի ցանկություն, այս կյանքի ամբարտավանություն, եւ այսօր սատանան բերեմ այս երկուսը դնեմ իրար հետ, Տիրոջ պատվիրանների հետ դնեմ այս աչքի ցանկությունը, մարմնի ցանկությունը, այս կյանքի ամբարտավանությունը, որ մարդը աչքի երևույթը երևացով տեսնի, եւ դրա համար Տերը հիշեցնում է, ասում է հավատքը չերևծած բաների հաստատությունն է, աներևույթ բաների ապացույցը։ Այո, մենք չենք տեսնում այդ երկնայինը, մենք չենք տեսնում այդ հավիտենականը, բայց նա իրականություն է, նա ճշմարիտ է, եւ նա ճշմարտությունն է, եւ այդ ճշմարտությունը Տերն է։ Եվ եթե մենք նրա պատվիրանները պահում ենք, ձգտում ենք այդ սուրբ կյանքը ապրենք, եւ այդ պատվիրանները մեր մեջ երևան, որ շրջապատի մեջ տեսնեն, դա էր պատճառը, որ Տեր Հիսուսն ասում է, դուք եք աշխարհի լույսը, դուք եք աշխարհի աղը։ Գիտեք, ինչքան ուզի համով կերակուր ուտեք, ինչքան ուզի համով կերակուր ուտեք, եթե նա աղ չունի, այդ կերակուրը անհամ է, ժողովուրդ ջան։ Եվ եթե մենք համ չենք տալիս, ինչքան ուզի մենք լավը լինենք, մենք Տիրոջ հետ գործ չունենք։ Եվ նա որ Տիրոջը ճանաչում է, այդ պատվիրանները պահում է, գործով պետք է ապացուցի, ոչ թե լեզվով, Հովհաննեսը գրում է, ոչ թե լեզվով ու խոսքով, այլ ճշմարտությամբ եւ գործով։ Այս ձևի մարդն է, որ Տիրոջը սիրում է, որ իր գործով դեմ է կենում աշխարհին, աչքի ցանկությանը, մարմնի ցանկությանը, այս կյանքի ամբարտավանությանը, որտեղ հավատում է, որ մի օր հաստատ այս երկիր ու երկինքը պետք է անցնեն։ Պետրոս Արաքյալը գրում է, ասում է, առաջի երկիրը ջրով անցկացավ, իսկ երկրորդը պահված է կրակի համար, եւ այս երկիրն ու երկինքը պետք է անցնեն, նոր երկիր եւ նոր երկինք է լինելու։ Եվ այնտեղ Երանի նրանց, որ այդ նոր երկնքում, այդ նոր երկրում Քրիստոսի հետ կթակավորեն։ Թող Տերը օրվի։ Համար Սուրբ Հոգին թող օգնի ժողովուրդ ջան, չսիրենք աշխարհը։ Տիրոջ պատվիրանները պահեք։ Ես չեմ ասում, որ ասում է շաբաթ օրը էս չանես, այն չանես, այդ պատվիրանների մասին չէ, այլ Տիրոջ տված այն խոսքերն են, այն կյանքի խոսքերն են, այն հավիտենական ճշմարիտ պատվիրաններն են, որ մենք նրանով ապրենք, որ այդ շնորհը մեզ տանի։ Այո, մենք շնորհքի տակ ենք,
Իսկ այդ շնորհքը մեզ ավելի տանում է նրան, որ այդ խոսքերը մեր մեջ կյանք դառնան։ Եվ Տեր Հիսուսը ասում է. ես ձեզ նոր պատվիրան չեմ տալիս։ Մի պատվիրան եմ տալիս, սիրի քո ընկերը քո անձի պես։ Եվ ասում է բոլոր օրենքն ու մարգարեությունները այս պատվիրանի մեջ են։ Այսինքն ինչ է նշանակում սիրի քո ընկերը քո անձի պես։ Ինչ որ ցանկանում եմ որ ինձ անեն, եթե ես այդ նույնը անում եմ իմ դիմացինին, ես Տիրոջ պատվիրանները պահող մարդ եմ։ Եթե ես ցանկանում եմ ինձ հարգեն, պատվեն, սիրեն, ներեն, եւ ես նույնը ցույց եմ տալի իմ դիմացինին, ես Տիրոջ պատվիրանը պահում եմ։ Որովհետեւ մեզանից ոչ մեկը չի ցանկանում, որ իրեն անարգեն, որ իրեն նախատեն, որ իրեն վատաբանեն, որ իրենից չարախոսեն, որ իրեն, չգիտեմ, անարգանքի ու չգիտեմ ինչի արժանացնեն։ Մեզանից յուրաքանչյուրս էլ ուզում ենք, որ ամեն պարագայի մեջ մեզ ընդունեն, մեծարեն, գովաբանեն, հարգեն, պատվեն, այ երբ որ մենք էլ մեր դիմացինին ենք այդպես վարվում, այդ ժամանակ մենք Տիրոջ պատվիրանը պահում ենք, եւ մարդիկ դա տեսնում են։ Եվ մեր ապրածը տեսնելով փառավորում են մեր Հորը, որ երկնքում է։ Թող Տերը փառավորվի, ժողովուրդ ջան։ Ես վերջացրեցի այս պատգամը կիսատ, որ պետքա աղոթենք հոգսերի համար։ Ուղղակի մի երկու խոսք եմ ուզում ասել, ժողովուրդ ջան։ Մենք պետքա վստահենք Տիրոջը։ Թեկուզ շատ դժվար է լինում, մանավանդ եւ որ հոգսը ծանր է, խնդրեմը դժվար է, բայց մեր հույսը Տերն է, քուրեր եղբայրներ։ Մենք պետք է շարունակենք աղոթենք, թեկուզ այնան երանելի դրության մեջ ենք, պետք է վստահենք Տիրոջը, որովհետեւ Աստված իր ողորմած ձեռքը մեկնում է։ Մեր հույսը պետք է իր վրա լինի, քուրեր եղբայրներ։ Եվ այդ հոգսերի մեջ, այդ խնդիրների մեջ մենք չպետք է տկարանանք։ Մենք բացի այդ մենք ունենք երկուշաբթի օրվանից, ամսի 3-ից բակային ճամբար մոտավորապես 220, դու ասենք աշխատողներով բան 250 հոգի կլնեն, որտեվ միշտ որ սկսում ենք ավելանում, հենց մենակ 220-ից ավել մանուկներ ու պատաններ են լինելու, եւ խնդրված կա, որ դուք էլ աղոթեք, Տերը օրհնի այդ երեխեքին, այդ ծառայողներին, երբ որ ինձ ասում են երբ ես ուրախանում, ասում եմ երբ որ թորներս գալիս են, ասում են բա երբ ես ավելի շատ ուրախանում, ասում են երբ որ գնում են, հետ ղեշ, բեշ, չեմ կարամ, ամի ժողովուրդ ջան, 250 երեխա հեշտ չի, 200-ից ավել, Տերը օրհնեն բոլոր ծառայողներին, որ ծառայություն են անելու, դուք էլ ձեր աղոթների մեջ աղոթք արեք, որ Տերը պահի անփորձանք այդ օրերի մեջ, ասեմ այդ երեխեքից 100-ից ավել երեխաներ լինելու են մեր քաղաքի, ասենք, անապահով ընտանիքի երեխեք, ասենք, որոնք եկեղեցի չեն հաճախում, որոնց ծնողները եկեղեցի չեն հաճախում, բայց ամեն տարի Աստված այդ հնարավորությունը մեզ ընձեռնում է փառքասու, ես շնորհակալ եմ նաև մեր այն բոլոր եղբայրներին, քույրերին, ես անուններ չեմ ասում, որոնք օգնում են մեզ, որ արդեն քանի տարի է մեր եկեղեցում մենք ունենք ճաշարան խոհանոց, որ ամեն կիրակի մոտավորապես 80-ից 100 հոգի է մասնակցում, ամեն չորեքշաբթի շաբաթ 2 անգամ, ասենք մենք կերակուրներ ենք պատրաստում մարդկանց համար ու շատ շնորհակալ ենք, Տերը օրհնի, ճիշտ ասենք ֆինանսական դժվարություններ կարելի է ասել եղել են, լինում են, բայց Տերը այդ բոլոր հարցերը լուծում է, դեռ այսքան տարվա մեջ չի եղել մի օր, որպեսզի ասենք մենք նյութական խնդրեմ ունենանք այդ խոհանոցի, ասենք ճաշերի համար, Աստված շատ օրհնի տվողներին, վարձատրի անունները երկնքում գրվի, որ ասեմ անունները այնտեղ կվերանա։ Համար ժողովուրդ ջան, մեր երեխեքի համար էլ այդ ճամբարը իմ խնդրվածն է, ովքեր եթե կարող եք մի քիչ առատաձեռն եղեք, մենք ոչ մի մեր երեխեքից էլ, այդ երեխաներից էլ ոչ մեկից գումար չենք վերցրել, Տերը օրհնի են մարդկանց, ովքեր օգնել են նաև ձեզ, որ մեր եկեղեցուց էլ գումարները, ասենք, դրվում այդ մեր մանուկների համար, եղբայրներին օրհնի, որ թեմաներ են անցկացնելու, քույրերին օրհնի, որ մեծ ծառայություն են անում, օգնում են, աղոթեք, որ այդ սերմը այդ երեխեքի սրտի մեջ ընկնի ու պտուղ բերի, ժողովուրդ ջան։ Սերմը ընկնի ու պտուղ բերի, որտեղ մենք չգիտենք այդ 200 քանի երեխից եկուց որ մեծանան, մենք շատերը ստեղ, մեծերը ստեղ չեն կլելու, մենք շատերս Տիրոջ մոտ կլինենք, բայց մենք չգիտենք, որ այդ երեխեն 8 տարեկան, 10 տարեկան, 12 տարեկան, 15 տարեկան, ինչ աղջիկ կլի Աստծո համար, ինչ մարդ կլի Աստծո համար, այս երկրի համար, այս ժողովրդի համար, մենք չգիտենք, որտեղ երեխեք են մեծանում են,
Բայց վստահ համոզված եմ, որ այն խոսքը կենթանի հավիտենական Աստծո, եթե մի հատիկ սերմ էլ ընկավ այդ երեխու սրտի մեջ, թեկուզ այդ երեխեն ինչքան էլ մեծանա, ուր էլ գնա, ինչ գործի էլ լինի, ինչքան էլ Տիրոջից հեռանա, այդ սերմը կենթանի է։ Աստծո խոսքը, ժողովուրդ ջան, նա մահ չունի, նա հավիտենական կենթանի խոսք է, եւ Տերն ասում է, իր խոսքը կուղարկի, եւ այդ խոսքը կբժշկի։ Եվ համոզված եմ, որ այդ խոսքը իր սրտի մեջ մնալով իր կյանքի մեջ մի օրից մի օր անպայման այդ սերմը կաչի ու պտուղ կտա ու Աստված կփառավորվի։ Համար թող Տերը օգնի, ձեր աղոթներն արեք, ծառայողներին խնդրում եմ, Տերը օրհնի նորից, ելի իմաստությամբ օգնեք, ծառայեք, դուք էլ աղոթքի ժողովուրդ աղոթք արեք, որ ամեն բան նորմալ լինի։ Թող Տերը փառավորվի, ամեն։ Աղոթքից հետո